Բարերիկոս երելի ֆուտբոլասերներ Աֆալեի YouTube-յան ալիքում սկսում ենք Աֆալեի Էլիտ լիգայի հերթական տուրի հանդիպումը, որտեղ միմյանց հետ կմրցեն Յուվենտուսի և Չելսիի ֆուտբոլիստներ, ինչպես տեսնում եք ֆուտբոլիստները արդեն դուրս են եկել խաղադաշտ և պատրաստվում են սկսել հանդիպումը։ Մինչ այդ ծանոթացնեմ մրցաշարային իրավիճակին, այսօր հանդիպել են երկու հարևաններ 7-րդ և 8-րդ տեղում հանգրվանած թիմերը, Յուվենտուսը 7-րդ հորիզոնականում է, իսկ Չելսին 8-րդ, երկու թիմերն էլ անց են կացրել 13 խաղ, Չելսին ունի 23 միավոր, իսկ Յուվենտուսը ունի 24 միավոր ու հաղթանակը այսօր թիմերի յուրաքանչյուրին էլ օդի ու ջրի պես անհրաժեշտ է։ Հանդիպումը տեսնում եք մեկնարկեց, որցեմ արագորեն ծանոթացնել թիմերի մեկնարկային կազմերին, մինչ այդ հետևենք այս գրոհին, հարվածում է Մուրադյանը Աչեզից, սակայն հարվածը բարձր է ստացվում, հենց Յուվենտուսի թիմից էլ կարող ենք սկսել, դարպասին Արսենյանն է համար 16, 3 պաշտպաններ, Ձախից Եղիազարյան, Աչից Պողոսյան, իսկ կենտրոնում Հակոբյան, համապատասխանաբար համար 11, 20 և 8, 3 կիսապաշտպաններ, Ձախեզից Պողոսյանը համար 23, Աչեզից Մուրադյանը համար 9 և հերթահարձակվողի դիրքում այսօր կլինի Անտոնյանը համար 17, իսկ առաջ քաշված հարձակվողն էլ Վարդանյանն է համար 77։ Բավական ակտիվ են սկսել հիմա Յուվենտուսի ֆուտբոլիստները, երկու գրոհ արդեն անցկացրեցին, քիչ առաջ նաև փակեցին հարվածի ճանապարհը Վարդանյանի, ներկայացնեմ նաև Չելսիի կազմը, դարպասին Պողոսյանն է համար 1, երկու պաշտպաններ են խաղում այսօր Չելսիում, Չուխաջյանը համար 77 և Գրիգորյանը համար 7, 4 կիսապաշտպաններ ագեցած այսօր Չելսիի կիսապաշտպանությունը, եզերում կգործեն Պողոսյանը համար 20 և Մուրադյանը Նալբանդյանը ներողություն համար 23 և երկու կենտրոնական կիսապաշտպաններն են թիմի ավագ Պապիկյանը համար 10 և Հարությունյանը համար 17, առաջ քաշված հարձակվողն էլ Ալավերդյանն է համար 99, ևս մեկ գրոհ Յուվենտուսի կատարման, բայց բավական լավ է գործում հիմա Չելսիի պաշտպանը Չուխաջյանը և խլում է գնդակը, ևս մեկ անգամ Չուխաջյանը կարողանում է առաջինը հասնել գնդակին և սուլում է հանդիպման գլխավոր մրցավարը, իդեպ այսօր հանդիպումը սպասարկի մրցավար Վահագ Ակուլյանն է, դες համար էլ խաղակը մեկնաբանի Գևորգ Մկրտչյանը։ Վերջ այսքանը պաշտոնական մասից կարող ենք արդեն անցնել հանդիպմանը, առաջին րոպեներին տեսնում եք Էվերտոնը բավական ակտիվ է գործում, հիմա Չելսիի գրոհին է հետևում և կարող է վտանգավոր պաս ստացվել, Աչեզրում կա տարբերակ, փոխանցումը հասնում է հասցեատիրոջը, Չուխաջյան տարբերակ կա առջևում, բայց փոխանցումը դարպասապայի ձեռքերի վրա էր։ Յուվենտուսի գրոհին ենք հետևում Վարդանյանը Աչեզրում փոխանցումը անցում ձեռնարկել, սակայն սխալ էր փոխանցումն ու գնդակը անցնում է Չելսին։ ԵՒս մեկ երկար փոխանցման փորձ, բայց կրկին խլում են Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Պողոսյան, փոխանցում, վտանգավոր է ու գոլ։ Գոլ գնդակը դարպասում է Պողոսյանի փոխանցումից հետո Պողոսյանը բացում է խաղի հաշիվը, մասնավորապես խոսքը Միքայել Պողոսյանի մասին է, գոլի հեղինակ է դառնում, իսկ փոխանցում կատարողը Անդրանիկ Պողոսյանն էր, բացվում է արագորեն խաղի հաշիվը և Յուվենտուսը հաղթողի կարգավիճակ է ստանում։ Վերցվեց հանդիպումը, տեսնենք ինչով պատասխանի Չելսին, սխալ փոխանցում է կատարում, կարելի է կրկնապատկել հաշիվ ու գնդակը դարպասում է ևս մեկ արագ գոլ Յուվենտուսի ֆուտբոլիստների կատարմամբ, այս անգամ Անտոնյանն է հասնում հաջողության 2-0։
2-0 Յուվենտուսը արագ 2 գնդակ է խփում ու հիմա Լիովին կարող է փոխվել խաղի սցենարը, Չելսին բնականաբար այսպիսի մեկնարկ չէր նախատեսել, տեսնենք ինչով կարող են պատասխանել Չելսիի ֆուտբոլիստները, Պապիկյան, Չուխաջյան, փոխանցումը Չիեզերը չի աստում կրկին Պապիկյանին, գնդակով կմնան Չելսիի ֆուտբոլիստները։ Աշտարությունում խաղարկում են հիմա գնդակը Չելսիի տղաները, փոխանցում դեպի առաջ, Պապիկյանը չի հաստում կրկին գնդակին, Յանաջով էր փոխանցումը, Մուրադյան, հերթական Յուվենտուսի գրոհը, Ղազարյան, Անտոնյան հետ է խաղում, հիմա ոտքերի վրա Անտոնյանը, Վարդանյան, Անտոնյան, Հակոբյան հետ է խաղում, Հակոբյանը Մուրադյանի, Մուրադյան, անցնում է երկու ֆուտբոլիստների Մուրադյանը ու բավական սուր փոխանցում է կատարում հիմա երկրորդ փորձից կարողացավ դարպասապա Պողոսյանը ֆիքսել գնդակը դրա ասած խաղանկերը պատրաստ էր ավելացնելու հաստում է Պողոսյանը գնդակին Մուրադյան Սիմբոլի կենտրոն Միքայել Պողոսյանը այս արված արդեն կարողանում է հետ մղել դարպասապա, այսօր երկու թիմերի կազմում էլ երկուական Պողոսյան կա, այնպես որ Պողոսյան ազգանունը դեռ շատ եք լսելու այսօր թե գոլի հեղինակն է Պողոսյան, թե ասիստենտը, թե դարպասապա Չելսի ևս Անկյունային իրավունք են կարտեստան ստացել Յուվենտուսի ֆուտբոլիստները ոչ, Տուգանային արված է, անկյունայինից փոքրիչ ավելի առաջ Խարկում են գնդակը, Միքայել Պողոսյան արված ու հիմա բավական գեղեցիկ սեյվի հեղինակ է դառնում Չելսիի դարպասապա Թվում էր թե ոչինչ չի կարող փրկել վերահասգոլից, Անտոնյան Անտոնյան երկու մրցակիցներ շրջապակել են նրան ու խլում են գնդակը հիմա Չելսին կարող է արագ հակագրոհի անցնել Զախեզրուն Պապիկյանն է բացվել կենտրոնում էլ Ալավերձյանը, բայց Ալավերձյանից խլում են գնդակը ու ըստ մրցավարի առանց կանոնների խախտման Անտոնյան Զախեզրով անցում է կազմակերպել Անտոնյանը, բայց անցնում է գնդակը եզրից Մնան Չելսի ֆուտբոլիստները գնդակով Հարությունյան, Էրիկ Հարությունյանը խաղում է դեպի ձախ Պապիկյան, Պապիկյանը Գրիգորյանին է գտնում Զախեզրում Գրիգորյան Զուր փոխանցում է հարկավոր, բայց հակված է փոխանցման ճանապարհը եզրից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները Պապիկյան, վարձից փոխանցում սա, արված ելեր նման, հիմա հերվից արված ու գոլ, գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում Նալբանդյանը 2-1 և ինչը շատ կարևոր է, շատ կարևոր պահի այդ գոլը խփում ու կրճատում հաշվի տարբերություն է Հսված է հանդիպումը, հիմա Յուվենտուսը բաց թողած գոլից հետո միանգամից նետվում է առաջ, փորձելով երկու գնդակի առավելությունը հետ բերել Մուրադյանն է հայտնվել Զախեզրում, փոխանցում դեպի Անտոնյանը հեռացված է գնդակը Եղազարյան, աստում է գնդակը Եղազարյանին Անտոնյան, կենտրոնում Անտոնյանը Սունեց գնդակը փոխանցած հետ Դեպի Հակոբյանը, Պողոսյան, Պողոսյանը խաղում է դեպի աջ, բայց
Լավ չէր հաշվարկել փոխանցումը, հիմա Վարդանյանը կպայքարի գնդակի համար 77 համարների պայքարը, Գրիգորյան ստացվի փոխանցում կատարել, Պապիկյան, լավն էր փոխանցումը, Պապիկյան, բայց Պապիկյանը սխալ փոխանցում է կատարում, հիմա Անտոնյանը փոխանցում է դեպի Հաջ, Եղիազարյան, փոխանցում սա հարված էր ու հետ է մխում դարպասապա հիմա էլ Միքայել Պողոսյանն է հարվածը, շեղ է ստացվում բավական ակտիվ ու դարված հանդիպան ենք ականատես լինում, թիմերին ընդամենը 1 գոլ է բաժանում Չուխաջյան Ալբանձյան, Աչեզրով, գուցե ևս 1 կրակոց տեսնենք Փոխանցում կարելի է գրավել Դորպասը ձողին է դիպչում գնդակը Հարությունյանի հարվածից հետո դուշի եկել գնդակը կարելի է շարունակել Բավական ռիսկային գործողություն, բայց գնդակով շարունակեն մնալ Յուվենտուսի ֆուտբոլիստները Փոխանցումը դեպի Մուրադյանն էր ուղղված, սակայն չհասավ հասցեատիրոջը, իսկ այս հարվածը բարձր է։ Հարված Արսենյանի պաշտպանած դարպասից, Արսենյանը արագորեն մտցնում է գնդակը խաղի մեջ, երկար փոխանցումով Մուրադյան, հիմա մի փոքր ավելի լավ կասեցներ գնդակը Մանուկ Մուրադյանը կարող էր թիմի 3-րդ գոլը խփել, Նալբանդյան Աչեզրով գրոյի փոր Չելսիի կատարմամբ խլում են գնդակը Վարդանյան, Մուրադյան, հարվածի պահը կորցրեց, ևս 1 հարված և հիմա դարպասապահը կարողանում է 2-րդ, 3-րդ փորձից դուրս բերել գնդակը, Պապիկյան, ինչ կմտածի Չելսի ավակը, կենտրոնով է շարունակվում գրոհը, Պողոսյան դեպի Հաջ, շարժվում է կենտրոն հարվածը, շեղ է ստացվում Էրիկ Հարությունյանի հարվածը շեղ է ստացվում ու հիմա Յուվենտուսի գրոհը տեսեք գնդակը կենտրոնում պարզապես չի մնում, գրոհի ետևից Եղիազարյան կարելի է փոխել գրոհի ուղղությունը, այդպես էլ անում են Յուվենտուսի ֆուտբոլիստները, Վարդանյան Եղիազարյանի հետ է խաղում Վարդանյանը, հիմա երկու ֆուտբոլիստների շրջափակումից ազատվում է Եղիազարյանը մնում է գնդակով, Անտոնյան, կա ազատ տարածություն, Անտոնյան շրջանցում է Պապիկյանին, բայց 2-3 խաղանկերներ օգնության հասան, կար խախտում այստեղ և հիմա կզգուշացվի Վարդանյանը, առաջին դեղին քարտն ենք տեսնում Եվ կարելի է վերսկսել հանդիպումը, Գրիգորյանը խաղում է Նալբանդյանի հետ, Նալբանդյան, ևս 1 հարվածի փորձ, այս անգամ անաջող է ստացվում հարվածը, կարծես անդրադարձ կար Յուվենտուսի ֆուտբոլիստների կողմից ու եզրից կնետեն Չելսիի տղաները Չուխաջյանն է միացել թիմի գրոհին Աղթում ամենապայքարը Չուխաջյանը, Պապիկյանը մնում է ոտքերի վրա, Պապիկյան, կրկին դեպի Չուխաջյանն, աչ եզր էր փորձում փոխել գրոհի ուղղությունը, բայց չստացվեց, Հարությունյան, Չուխաջյան, դուրս է գալիս գնդակը, դրոշտի սահմաններից Ալավերձյանին, ուղղված փոխանցումը ուժեղ էր ու Արսենյանը հիմա կմտցնի գնդակը խաղի մեջ,
Եղազարյան, առաջը շարժում ձախեզրով Եղազարյանը Եզիտ շարունակ են Յուվենտուսի ֆուտբոլիստները Եզից դեպի Անդոնյանը, բայց եկնել է պետք նետումը Սավր Ակուլյանը ցույց է տալիս, որ Չելսի ֆուտբոլիստները պետք է նետեն եզրից Պապիկյան Չունում է գնդակը Ժիրայր Պապիկյանը փոխում է գրոյողությունը հիանալի Եզրային փոխանցում էր դեպի Հարությունյանը Էրիկ Հարությունյան Պապիկյան արված ու հիմա կարող էր հավասարվել հաշիվը բավական լավ պայ կորցնում հիմա Չելսին շատ մոտ էր Ժիրայր Պապիկյանը Հավասարացնելու խաղի հաշիվը Արսենյան, Անտոնյանի հետ է խաղում Արսենյանը Անտոնյանը սխալվում է փոխանցում Կարելիս Եզից կշարունակ են Չելսիի ֆուտբոլիստները Կարնետում են պատրաստում դեպի Ալավերձյանը հարվածի փորձ է կատարում, հիմա ձերքով խաղ են պահանջում Չելսիի ֆուտբոլիստները, սակայն Ակուլյանը ցույց է տալիս անկյունային հարված միայն Փոխանցում բարձրից Արսենյանը չի կարողանում ֆիքսել գնդակն ու ևս մեկ անկյունային կլինի Մրցավերը կարծես թե դադարեցված է խաղը, այո, Նալբանդյանի համոզածայինը Սուլիչից հետո էր ևս մեկ անգամ Արկեն անկյունայինը Բարձրից Ալավերձյանը հասնում է գնդակին ու հարվածում, սակայն Բարձր է ստացվում հիմա Չելսի արձակվողի հարվածը Եղազարյան Բարձրից դեպի Պողոսյանը Մնոջողը փոխանցումն է հիմա Չելսի ֆուտբոլիստներն են Դակով, հիմա դիրքան գրով փորձ, Ջուլակյան, Հարությունյան, դեպի աջ Գրիգորյան, Հարությունյանն հետ է խաղում Գրիգորյանը Պողոսյան, կարելի է հարվածել, բայց դեպի հետ, Նալբանդյան, Ալավերձյանի ուղղությամբ, սա Արսենյանի գնդակն էր Արսենյանն իր արդինը ուզեղ հարվածով մտցնում գնդակը խաղի մեջ Սավարը հիմա ցե տալիս որ պետք է շարունակեն հանդիպումը Սունում Սավարը դադարեցված է հանդիպումը կարծես թե այնտեղ հպում կար դարպասապայի Վարդանյանի մինչև տեսնենք ինչ որոշում կայացնի Վահագն Ակուլյանը
Շարունակել է պետք է հանդիպումը, Վահագն Հակոբյանը մնաց իր որոշմանը, չկա 11 մետրանոց։ Հարությունյան, Նալբանդյան։ Հեղափոխություն ձախ եզր, բայց փոխանցումը, Պողոսյանը խաղի մեջ։ Հակոբյան, Եղեզարյանի հետ է խաղում Հակոբյանը։ Դարպասապայիտ է խաղում Գրիգորյանը, ուժեղ փոխանցում առաջ դեպի Պապիկյանը, սակայն Պապիկյանին չի հասնում գնդակ, Պողոսյան, Նախեզրոն Պողոսյանը անցում է փորձում ձեռնարկել, սակայն Ջուլակյանի ու Նալբանդյանի ջանքերով խլեցին գնդակը, լավն է տեղափոխությունը ձախ եզր, Պողոսյան, Ալավերդյանին էր փոխանցումն ուղղված, բայց փորձում է գնդակը Վարդանյան հիմա, գեղեցիկ գոլ կարող էր հեղինակել Էվերտոնի Յուվենտուսի արձակվողը, բայց Մաշիրը դեռևս ամփոփող է։ Ալավերդյան, ընդունում է գնդակը Ալավերդյանը, Պողոսյան, Հարությունյան, պատասխան փոխանցումը լավը չէր ու հիմա հարված կլինի Չելսի դարպասից սխալվում են հիմա Չելսի ֆուտբոլիստները գրավել է պետ դարպասը սանտիմետրերի շեղությամբ հիմա դակը հեռանում է դեպի անկյունային Որքին շատ լավ պահ են գործնում Չելսի ֆուտբոլիստները Եղիազարյան Հարությունյան հիմա հակագրոյի տարբերակ կա Չելսի ֆուտբոլիստները սլանում են դեպի առաջ Նալբանդյան, Նալբանդյան չի հասնում Նալբանդյանը գնդակին Պողոսյան, Հարությունյանը խլում է գնդակը, Գրիգորյան դեպի Նալբանդյանը Եվս մեկ գրոյի փորձ աչեզրով, փոխանցում դեպի Պապիկյանը, Մուրադյանը խլում է գնդակ ու արագորեն առաջ է նետվում Մուրադյան, Վարդանյան, դեգրավել է պետ դարպասը, այդքան մտածելու հնարություն իհարկե չեն Տատուգանային հրապարակում։ Հակոբյանն իր հերթին է հետ փոխանցում դեպի դարպասը Պարսենյանը փոխանցում առաջ դեպի Մուրադյանը սակայն Մուրադյանին չի հասնում գնդակը Պողոսյանը հիմա սկսի Չելսի հերթական գրոհը Հարությունյան, Պողոսյան Ալավերդյանի հետ է խաղում Պողոսյանը ստանում պատասխան փոխանցումը Ֆուտբոլիստներ նամուր ջանքերով խլեցին գնդակը Ալավերդյանից ու անցած է վտանգավոր բա, հիմա սխալվում է դարպասապահը, պատժել է պետ ու գնդակը ցանցում է 3-1 դուբլի հեղինակ է դառնում հիմա Պողոսյանը առաջի խաղակեսի վերջին րոպեին կարողանում է երկու գնդակի առավելությունը վերականգնել 3-1 Հսված է հանդիպումը, հիմա 1-2 գրով գուցե հասցնի Չելսին իրականացնել, բայց ոչ ավելին առաջին խաղակեսում
Օրվոց ու հիմա կարող էր կրճատել կրկին Չելսին հաշվի տարբերությունը նվազագույնի թույլ է տալիս Ակուլյանը իրացնել անկյունայինը Պողոսյան Սրից Եղազարյանը առաջինն է հասնում գնդակին ու հեռացնում է հետում է եզրից հիմա Պողոսյանը Արությունյանի հետ է խաղում, Արությունյանը կարողանում է շրջանցել երկու մրցակցի, բայց սա Արսենյաննի գնդակն էր վերջ սուլում է Ակուլյանն ու առաջին խաղակեսը ավարտված է, հանգստանանք և քիչ անց կվերադառնանք։ Վերադառնում ենք հարգելիները, սկսվում է Չելսի Յուվենտուս հանդիպման երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ առաջին խաղակեսից հետո 3-1 հաշվով հաղթում են Չելսիի ֆուտբոլիստները, հնարություն Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Եղազարյան երկար նետում էր դեպի Մուրադյանը, Մուրադյան ձախեզրով շարժվում է առաջ Մուրադյանը, հիմա իր վրա է վերցնում հարվածը։ Հակոբյանը շատ ուժեղ հարված էր Մուրադյանի կատարմամբ։ Ելք է կվերանար ինտրիգը, ևս մեկ հարվածի փորձ, անկյունային կարարադարձ։ Ելքը չորդ գնդակը եթե հայտնվել հիմա Չելսիի դահլիճում, դժվար թե կարողանային Չելսիի ֆուտբոլիստները հետ գալ։ Անկյունային Արցրից փոխանցում, Արությունյանը առաջինն է հասնում գնդակին, հեռացնում են Չելսիի ֆուտբոլիստները։ Եղազարյան Ձախ, Միքայել Պողոսյան, Պողոսյանը փոխանցում էր դեպի Անտոնյանը, սակայն դարպասապահ կարդաց ու դուրս եկավ իրենց գնդակին, Արությունյան, Շուխաջյան, Ալբանդյան բարձրից, ուժեղ էր։ Ուժեղ էր փոխանցումն ու հարված Արսենյանի պաշտպանած դարպասից։ Կարճ խաղարկում Եղազարյանը։ Փորձի սկսել թիմի գրո, իսկ Եղազարյանը երկար փոխանցում է կատարում դեպի Մուրադյանը, Մուրադյանը ու վերջին պահին Հարությունյանը հեռացնում է գնդակը անկյունային, հերթական անկյունայինը Յուվենտուսի կատարմամբ։ Պապիկյանի հետ է խաղում, Պապիկյանը դեպրոն դեպի աչ, հիմա էլ Պողոսյան, բայց բարձր է հարվածը։ Անտոնյան, լավ սանկում էր Պողոսյան, փոխում են Ալբանդյանը գրո եզրը Պապիկյան, կորցնում է գնդակը Պապիկյանը, Պողոսյան, Մուրադյանն է նրա առջևում, բայց Մուրադյանին, Ալբանդյան Ալբանդյանը հերթական կրակոցը հիմա Չելսի 23 համարի փրկում է Արսենյանը հանելով գնդակը անկյունային այլ Չելսի անկյունայինը Խանցում հիմա Հակոբյան Հարված տեսանք, բայց բարձր էր հարվածը Արագ գնդակ է հարկավոր Չելսին Մեկում մտցնելու համար խաղում տեսնենք ստացվի արդյոք թե ոչ Չելսիի մոտ Էվերտոնն էլ իր հերթին, Յուվենտուսն իր հերթին գրոները անցկացնում սուրակագրոներ, հիմա Միքայել Պողոսյանը կենտրոնում ազատ է, Պողոսյան հարվածել է պետք, շեղեր Սխալվում է դարպասապահ, այս էլ որ երորդ անգամ ու հիմա ներում է Մուրադյանը
Դարպասապա Պողոսյանի երկրորդ երրորդ նմանատիպ սխալն է գործում հիմա Չելսի դարպասապա Շուխաջյան աչեզրում լրիվ ազատ է Պապիկյանը բայց չեն փոխում գրոյի եզրը Շուխաջյան Պողոսյան Նավազանի ուղղությամբ է փոխանցումը Պաշնարվում էր աչեզրում Պապիկյանը Չի աստում գնդակը շատ լավ է պաշպանվում հիմա Օրտոնի 8 համարը Շկար խախտում ցույց է տալիս մրցավարը Մուրադյան արված Շեղեր Սկսվում է հանդիպումը հիմա Չելսին Զախեզրով է փորձում գրով իրականացնել Պողոսյան Փոխում է գրոյի եզրը Նալբանդյան Սունյանը կետրոնը դեպի Ալավերձյանը Հետ է խաղում դեպի Պողոսյանը Ստանում է պատասխան փոխանցումը Արջևում տարբերակներ կան Պապիկյան Ունում է գնդակը Պապիկյանը, բայց Որոնցնում են ֆուտբոլիստները եզրից նետում Հաճախարմանը, Պապիկյան Խլում է իվանց ֆուտբոլիստները գնդակը Բայց վերադարձնում այն արագորեն, Հարությունյան Դեպի աչ, Պապիկյան, դե վերջապես պետք է Սուրպա ձեռնարկել գնդակով Կմնան Չելսի ֆուտբոլիստները Նետում են եզրից Նալբանդյան Հարությունյանի ուղղությամբ, դեպի ձախ, Ալավերձյան Չկա հարվածի ճանապարհ Անտոնյան Անտոնյանը Սխալ փոխանցում է կատարում, բայց մինչ այդ կար խախտումը Գնդակով կլինեն Յուվենտուսի ֆուտբոլիստները Տեսված է հանդիպումը Ղազարյան Պեկին սուլում է Ակուլյանը Ակոպյան, դեպի աչ, Եղեզարյան Դեպի կենտրոն Եղեզարյանը, Մուրադյանի հետ է խաղում Դեպի ձախ հարված Ղազարյանի հարվածը Շեղ է ստացվում Արագորեն հիմա սկսեցին Չելսի ֆուտբոլիստները, սակայն հիմա Ալավերձյանը Վերցնում է գնդակը Եզից կնատային սիտրանները, Մուրադյանն է ստանում գնդակը Սուլում է մրցավերը Եզից նետում Շուխաջյանն է գնդակով Պողոսյան թողնում է խաղընկերոջը Պաշտպանում Ղազարյանը Պողոսյան, աչեզրում շրջանցում է Հակոբյանին Պողոսյանը փոխանցում դեպի կենտրոն ու հիմա կարող էր Գրիգորյանը կրճատել հաշվի տարբերությունը Փոքրինչ շեղությամբ անցնում է գնդակը Մտցնում է գնդակը խաղի մեջ, Հակոբյան Ջոկրան Սմագլովությունը դեպի ձախ
Ուրադյան ստանում է պատասխան փոխանցումը Միքայել Պողոսյանը Ալբանձյանից դուրս եկավ գնդակ ու անկյունային կլինի երկու գնդակ է խփել Միքայել Պողոսյանը հիմա պատրաստվում է անկյունային իրացնել իր թիմի փոխանցում բարձրից դարպասապա առաջինն է հասնում գնդակին Եղիազարյան հեռվից հարվածի փորձ պակում են հարվածի ճանապարհը ու կրկին անկյունային Արկեցին ասյակամ անկյունայինը Անտոնյան արված բարձր է Պողոսյանը հիմա դուրս է գալիս շրջափակումից յալկա Ալավերձյանը խախտեց խաղի կանոնն է տեխնիկապես բավական լավ է զարգացած Միքայել Պողոսյանը լավ է զգում իրեն դաշտի կենտրոնում հավանցումներ է իրականացնում դուրսի 23 համարը Իմ են գնդակով են ֆուտբոլիստները Ղազարյան դեպի աջ Անտոնյան Եղիազարյանի ուղղությամբ է փոխանցումը հանդիպում է հիմա Յուվենտուսի ֆուտբոլիստը հետաքրքրին գրոհն է փորձում ձեռնարկել Վարդանյանից գնդակը Սատրյանը արվածի փորձ թույլ է Մակուլյանը խախտում է սմերցավարի Զախիազերը դեպի Պողոսյանը սակայն Աշխանությունում լավ է աշխատում Հակոբյանը Գրիգորյանի ուղղությամբ է փոխանցումը խլում են Գրիգորյանից գնդակը Վարդանյան Պողոսյան հիմա մի փոքր եթե Պողոսյանը լավ կասեցներ գնդակը էլ ավելի նպաստավոր դիրքից կհարվածեր ամեն դեպքում վատը չէր հարվածը կարողացավ Պողոսյանը բարձել ոտքու հետ մղել Փոփոխ է աշիվը 3-1 Անտոնյան Պողոսյան Անտոնյան Բարձրից փոխանցում է հետևելու Վարդանյան Ոչ Վարդանյանը կարողացավ կատարել ևս մեկ անկյունային հակադարձ եզրից կամ արձակման աչ եզրից Բարձրից փոխանցում չի ասում Վարդանյանի գնդակը բարձր էր նախատեսվածից հիմա հիանալի փոխանցում Ալավերձյանի կատարման Պողոսյան շրջվում է Պողոսյանը բայց լավ է փոշմանվում Մուրադյանը վերջին պահին կարողացավ փակել փոխանցման ճանապարհը ու ավելի գնդակը հենց Պողոսյանից էլ լքեց դաշտի սահմանները Խախտում եզրից կշարունակեն ֆուտբոլիստները Առաջին խաղակես ամեն ինչով գրազանցում է երկրորդին բոլոր գոլերը առաջին խաղակեսում են եղել ավելին անգամ
Երկու դեղին քարտ եղել, երկուսն էլ առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսում դեռևս լռում են թիմերը, Գրիգորյան անկյունային հիմա էլ Չելսի ֆուտբոլիստների կատարմամբ փոխանցում է հիմա Հակոբյան անգամ հարվածեց, բայց վակեցին ճանապարհը, սուլում է Ակուլյանը, վտանգավոր հակագրոհի էին դուրս եկել Լևանցի ֆուտբոլիստները, բայց մատաղվնասված է ստացել ֆուտբոլիստը իհարկե օգնություն է հարկավոր նրան Ասված է հանդիպումը, Մատյան, դեպի հետ, Պողոսյան հիմա քիչ էր մնում կորցն էր, Պողոսյանը գնդակը, Հակոբյանը ստում է գնդակը, գնդակով կլինեն Յուվենտուսի ֆուտբոլիստները կարխախտում Պողոսյան Միքայելի նկատմամբ Արագորեն խաղարկեցին, հիմա ձախեզրում Պողոսյանը կարող հասնել գնդակին, բավական ուժեղ է փոխանցումը Հովհաննիսյանի փոխանցումը, Հակոբյան Որցը Ջուլակյանը խլել գնդակը, սակայն ստացվեց գնդակը Պողոսյանի մոտ է, Չելսի հերթական գրոհի փորձը Գալապյան Խաջանի հետ է խաղում Գալապյանը դեպի աջ Հովհաննիսյան, Ջուլակյան Ալավերձյանի նկատմամբ կարխախտում և հիմա Չելսին ստանդարտ կիրացնի, եթե խաղից չի ստացվում ինչու ոչ, գուցե ստացվի ստանդարտից Ալավերձյանը կարծես թե անձամբ կիրացնի թուղանայինը 3 հոկանոց Պատ է գազմել Արսենյանը, տեսնենք Արված, Պատն վրա է վերցնում Բարձից դեպի թուղանային հրապարակ Կարելի է հարվածել, պակում են հարվածի ճանապարհը, Գալապյան Փորձնում է գնդակը Չելսի ֆուտբոլիստը հիմա վարտեն լավ հնարավորություն ուներ նպաստավոր դիրք գալու չկարծում կասեցնել գնդակը սուլում է Ակուլյանը ու հիմա կդիտի կրկնապատկերը, տեսա կրկնապատկերը, որպեսզի հասկանանք հիմա 11 մետրանոց թե ոչ Խաղացավար Վահագն Ակուլյանը տեսա կրկնապատկերը դիտելուց հետո նշանակում է 11 մետրանոց Յուվենտուսի դարպասը և հիմա Չելսին լավ հնարավորություն ունի հաշիվը կրճատելու Ալավերձյանը կիրացնի 11 մետրանոցը, տեսնենք Ալավերձյանն ընդեմ Արսենյանի Հիմա գոլ լինի կվերադառնա ինտրիգը, եթե ոչ Ունեցած ժամանակահատվածում դժվար թե 2 գոլ տեսնենք Չելսիի կատարմամբ Պետք է իրացնել այս 11 մետրանոցը արված
Փրկում է Արսենյանը։ Փրկում է Արսենյանն ու անկյունային կտեսնենք Chelsea ֆուտբոլիստների կատարմամբ։ Փոխանցում Հակոբյան, Պողոսյանին է ուղղված փոխանցումը։ Փոխանցումը երկու մրցակցի, իհարկե վերջին պաշտպանը պետք չէ, որ այսպես գործի Եղիազարյան, Մուրադյան։ Բարձր է Մուրադյանի հարվածը։ Թիմերն էլ կարելի է 100% գոլային նայություն են բաստողնում, ևս 4-1-ի հակագրոյր անցկացնում։ Չկարողացավ գրավել Պողոսյանի դարպասը, իսկ Ալավերդյանն էլ 11 կետրանոցից վրիպեց ու կրկեց Ալավերդյանը, երկրորդ կեսում չունեն գոլեր, 3-1 շարունակում է հանդիպումը Ակուլ Մոնգավոր հիմա կարող է լինել պակեցին հարվածը Հալապյանի, փոխանցում դեպի Վարդանյանը փոխանցում Վարդանյանի կատարմամբ հիմա շատ գեղեցիկ է գործում Հալապյանը Տասնի Պապիկյանը գնդակին, ոչ Մուրադյանը առաջինն է գնդակի մոտ ու պապանում է գնդակի իր թիմի համար Պողոսյանը կնետի Հովանեսյան, Ջուրակյան, Հովանեսյան, Պողոսյան արված հերվից Հակում է Եղիազարյանը Չկա ոչինչ ցույց է տալիս մրցավարը Դե գրավել է պետ դարպասը փակում են Գրիգորյանի Հարվածը ևս մեկ հարվածի փորձ Սուլում է Ակուլյանը Կարխախտում վերջին դրվագում Փոխանցում Անդոմյանի ուղղությամբ, Հակոբյանը գնդակն անկյունային Արագ խաղարկում են անկյունայինը Մուրադյանի հետ, Անտոնյան Լալվանջյանն է խլում գնդակը, բայց շուլում է Վահագն Ակուլյանը ու ստանդարտ Յուվենտուսի ֆուտբոլիստների կատարմամբ Այս ուրիշից է մրցավարը Մուրադյանն կարծես թե հարվածի է պատրաստվում 2-3 խաղընկերներ տուգանային հրապարակում են Կասուլիչը հարված ու գոլ Գոլ գնդակը դարպասում է Մուրադյանը հաշիվը դարձնում է 4-1 4-1 Յուվենտուսը հանում է հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը Չելսին հանդիպման վերջում կփորձի իրան դեպքում գնալ առաջ ու խոշոր հաշվով չպարտվել խլում է Մուրադյանը գնդակը գեղեցիկ է գործում Նալբանդյանը ևս մեկ անգամ փորձ է շրջանցել Մուրադյանին եզրից նետում ցույց է տալիս մրցավարը Հովանեսյանը ընդունում է գնդակը Chelsea ֆուտբոլիստը, բայց պաշտպանում Պողոսյանը, Վարդանյանն է գնդակով, Վարդանյան եզրից կնետեն Յուվենտուսի ֆուտբոլիստները
Գեգազարյանը կորցնում է գնդակը ու հիմա Պապիկյանը շատ գեղեցիկ գոլ է խփում, բայց սա երկի վրա դժվար թե կարողանա հարադառնալ թիմի ավակը կրճատում է հաշիվը 4-2 Վերսված է հանդիպումը, Մուրադյանի փոխանցումը բարձր է Շտապել է պետք Պապիկյան, իմ էլ ձախեզում է Պապիկյանը Ստացել գնդակը, Պապիկյան, թիմի ավակը իր վրա է վերցնում Վերջին րոպեներին խաղը Ալբանդյան, գուցե ևս մեկ հրաշալի կրակոց տեսնենք Ալբանդյան, գյուլը իարկը կար խաղթում Խաղթեց Պողոսյանը ու ևս մեկ ստանդարդ ԵՒս մեկ ստանդարդ գուցե Ստացվի հաջող իրացնել ստանդարտը Դուժողն էլ կիրացնին Ալբանդյանը Արվացի է տրամադրված կարծեստ է Շատ հեռու չէ տարածությունը, կարելի է այստեղից Արվածել, տեսնենք, Նարվանդյան, արվածու Իր վրա է վերցնում Հակոբյան այս արվածը Սուրում է մրցավարը Կարծեստ է շնչալությանը թիմախնդիրներ ունի Հակոբյանը բավական ուժեղ արված էր Չաբանական շարունակվում է հանդիպումը, գնդակը կմնա Չելսիի մոտ Շրջանցում է Ջուրակյանը Պողոսյանին Խացում դեպի ձախ Պապիկյանը հիմա Կարող էր Պապիկյանը նաև դուբլի հեղինակ դառնալ Ուժեղ էր Արսենյանի փոխանցումը, գնդակով շարունակ են մնալ Չելսիի ֆուտբոլիստները Գրիգորյան Ջուլակյանի ուղղությամբ, Ջուլակյանը առաջ է շարժվում Ալբանդյան Երկու մրցակիցների շրջանցում են Ալբանդյանը փոխանցում, արված ու գոլ Գոլ գնդակը դարպասում է, բայց հնչում է մրցավարի սուլիչը Ափսոս հետաքրքիր րոպեներ կարող էին մեզ սպասվել, բայց ուշացած էր Պապիկյանի գոլը, ավարտվում է հանդիպումը 4-3 հաշվով Բավական հետաքրքիր հանդիպան ականատես եղանք Շնորհակալություն ուշադրության համար, խաղացես համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը, կհանդիպենք ԱՖԼ-ի առաջնությունների շրջանակում